Ալո։ Ալո։ Բադալյան։ Ես էլի խնայում եմ Բադալյան Կարենին, նորից եմ ասում, էլի եմ զանգելու, ասեք թող վերցնի, մարդավարի, ասեք այդ երևույթին թող վերցնի, հետո որ չնեղանա ինձանից։ Ինչպես նաև, եկեք մի հատ զանգենք ընկեր Լևոնին, ինչ ասես, բեսովա, ֆիլմ վարսության պետա, ֆիլմասի բնա պետա, ինչ ասել համարը, էսա։ Տեսեք մարդավարի, առանց հարաբերություններ լարելու, հələ որ մարդավարի ասում եմ, Բադալյան Կարեն ասեք, տեսեք։ Մարդիկ զորով ասում են, արի մտի մեր տուն է դուրս մի արի, արի քեզ մեր տուն տանեմ, բայց ես անգամ արի ես ձեր տուն գամ։ Хорошо, էլի եմ որ հանգար չասեն դոգը բանա, էլի եմ պաուզա տալեմ, մի 10 րոպե մի հատ կփորձենք։ Սիրելի գյումրեցիներ, ադորասեք թո հեռախոս վերցնե։ Ասենք առաջ, ուրեմն քաջարանի կոմբինատի հետ կապված sense կիսա կասկտուր բողոք է եկե կապված բժշկական ապահովագրությունների հետ, ոչ ուրեմն առաջ եղել է ուրիշ ապահովագրական ընկերություն, հիմա եկել է ինչ-որ բոզի տղակակոյնի բույս Ինգո, Արմենիա երևեսետիա, ընկեր քաջարանի մոլիբդենային կոմբինատ, Արմեն Ստեփանյան կա, ես չգիտեմ ով է ինֆորմացիան նորից եմ կրկնում, բան կսկտուրը ասում ինքը հայտարարում է որ բոլորի առողջական վիրահատություն, բժշկություն եւ այլն ծախսերը փոխհատուցում եք, բայց նման բան չկա, անգամ քաղցկեղով հիվանդ մարդիկ, իսկ քաջարանի մոլիբդենը ինքը ռակ տարածող հիմնարկություն է, անգամ այդ բոլոր հիվանդությունների ծախսերը հոգում են քաղաքացիները, աշխատակիցները եւ Ինգո Արմենիան չի իրականացնում փոխհատուցում։ Ես հուսամ քաջարանի կոմբինատի ներկայացուցիչները իմ հետ դուրս գան կապի եւ մեկ հաջորդ հաղորդման ավելի համառոտ ավելի մանրամասն ավելի շուտ կանադառնանք այս թեմայի եւ կունենանք ես ուզում եմ ունենամ ձերքից տակ մի քանի նման ապացույց տեղի զավոդի աշխատակիցների, որոնք որ ունենալով բժշկական ապահովագրություն, բայց Ինգո Արմենիան չի սպասարկել, որպեսզի մենք զանգահարենք Ինգո Արմենիային եւ արդեն գիտեք ինչ ենք անում համապատասխան մեր մոտեցման։ Եթե կան նման անձինք ովքեր որ տուժել են, կարող են կապնվել մեզ հետ, թողնել իրենց հեռախոսահամարը կամ 041 65 50 40 նորից եմ կրկնում 041 65 50 40 հեռախոսահամարի WhatsApp-ին թող ուղարկեն Ինգո Արմենիա բառը եւ ձեր անուն ազգանունը, որով որ մենք կարողանանք դες հետ կապնվել։ Որ ասում է ժելեզը բետո որ մեկը չասի ուբիդիտ արեք որ տես բան ա եղել։ Ուրեմն մենք այսօր հերթական անգամ լսեցինք գույժը, ոնց հասկացա տաուշ, ինձ ասել են տաուշ, իսկ տաուշում մենք ունենք մի զորամաս 51036, եթե ուրիշը չի ավելացել, միգուցե սխալվում եմ, որովհետև կարող է ինչ-որ նորն են բացել, բայց 51036-ն էր տաուշում։ Զորամասի ժամկետային զինծառայող Գրիգորյան Նարեկ Խաչատուրի 19 տարեկան Արարատի զինկոմիսարիատ զորակոչվել էր 2024 թվականի գարուն, ես ոնց հասկացա, կախվել է Իջևանի կալանատանը կամ կակապահական գումարտակում։ Տեղեկությունը իհարկե ցավալի է, ես ուզում եմ ցավակցեմ զինծառայողի հարազատներին եւ բարեկամներին։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ զոհերը մենք շարունակում ենք ունենալ թե քաղաքացիական կյանքում իարմերան գյուլելով, թե բանակում։ Եվ նման մահացության աճ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել երբեք, ինչ որ հիմա է գնում սոցիալական հողի վրա եւ այլն։ Ես փորձեցի մի փոքր, քանի որ շատ կարճ էր ժամանակ ամբողջական տեղեկատվություն տիրապետելու, մեր աղբյուրները փոխանցեցին, որ զինծառայողը ինքն իրեն կախել է, որովհետեւ նախից հետաքրքրեցի ինչիա զինծառայողը հայտնվել Իջևանում, այսինքն կալանատանը, պատասխանեցին, որ վերցրել է համածառայակից ընկերոջ ձեռքից հեռախոս, խնդրել է, վերցրել է, օգտվել է, սպայակազմը ձեռը բռնել է սմարթֆոն եւ ուղարկել է կալանքի։ Իսկ զորքի մեջ հայտնվել են 1-2 բոզի տղա, զինվոր, որոնք որ բոզի, այսպես ասած, բազար են բացել այս հարիվի վրան, այս հանգուցյալի,
որ դու բոզ ես, դու ես, դու ես, եւ չգիտեմ ինչ ենք թե թերախոսի մեջ եւ այլն, այսպես է գալի տեղեկատվությունը եւ չուզենալով վերադառնալ ալևս զորամաս տվյալ անձնավորությունը վերջը տվել իր կյանքին, այսինքն ժամկետային զինծ ծառայող, այսինքն ինքնասպանություն բարոյահոգեբանական հողի վրա։ Սա է նախնական տեղեկատվությունը, որը իհարկե ունի ճշտման կարիք։ Ես նմանատիպ բաները չեմ բացառում, ինչի։ Ուրեմն նախ հիմա սկսեմ շատ կարճ ներկայացնել, սա որովհետև իմ պրոֆիլն է։ Նախ բոզի տեղությունը գալիս է զորամասի հրամկազմի կողմից։ Այն սպայի, այն անձնավորության, ով հեռախոսի պատճառով զինվորին ուղարկել է կալանք։ Ես իմ ծառայության մեջ լինելով ռազմական ոստիկանության աշխատակից, ծառայակից, երբեք զինվորի ձեռից հեռախոս չեմ վերցրել, երբեք, թող գտնվի մի զինվոր, դուրս գասի, դու իմ ձեռից հեռախոս ես վերցրել։ Եթե զինվորը ինձ նկատել է եւ շարունակել է նկատելուց հետո հեռախոսով խոսել, ինքն իր ձեռով այդ հեռախոսը ջարդել է։ Վերջում արժանացել է իմ հայոյանքին կամ փոխվել է ստորաբաժանումը։ Եթե եղել է էլիտար ստորաբաժանումից սիկտիր է եղել գումարտակ։ Եղել է գումարտակից սիկտիր է եղել տուգանային գումարտակ, այսինքն խոսում ենք վայքի զորամասից, եղել է էքստրադիցիա խաչիկ։ Ես գուբախ չեմ գրգել։ Այնքան է եղել մտել եմ կազարմա գիշերը ժամը 1-ին 2-ին իմ ստուգացի ժամն է եղել, զինվորը հեռախոսը ձեռը քնած եղել։ Նայել եմ վրան, թաղեմ քեզ, ասյանցել, անգամ քնի չեմ զարթնացրել։ Իմ ծառայությունը տեսած բաները, զինվորները եւ սպաները կհաստատեն։ Երբ որ որոշակի անձինք մտնում ասում էին Վարդան Ղուկասյանը, Դոգը, զինվորներին նեղամ էր եւ այլն, ես նեղում եմ այս տիպի զինվորներին, որոնք որ ընտանեկան դաստիարակություն չեն ստացել, պարազիտ էին, վիժվածք էին եւ ընկած էին այն խելոք երեխեքի ջանին։ Այո, նմաններին ես նեղում էի, որովհետեւ եթե չնեղեի, այն կողիները այսպես բնկախվելու էին։ Եվ պիտի նեղես, նեղելը ուրիշ բան է, սպանելը, մորթելը եւ այլն այդ ուրիշ բան է, բայց շատ ներողություն։ Բանակ է, խոմ մուսուլման գապարտեզ չի։ Սա ռազմական ոստիկանության մեղքն է, սա զինվորական հակահետախուզության մեղքն է, սա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով այդ ձրիակերների հետ զամպալիտների մեղքն է, որ մտնում է սպանը, այն զամպալիտների վարություն չես հասկանում, ինչով են սրանք բաբշե զբաղված։ Եվ վերջում հրամանատարության մեղքն է։ Այսինքն ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք որ կուրացիա են արել այդ զորամասը, չեն տիրապետել ինֆորմացիային, չեն տիրապետել նրան, որ եթե այս ինֆորմացիան 100%-անոց է, ինչ որ մի վիժվածք, ընդեղից կսի վաղրգն, որ դու եկար չած բոզի բազարը վրետ բացվելու։ Եվ ամենակարևորը հիմա Նարեկ Գրիգորյանի հարազատին ցավակցում եմ, իրանք փաստորեն դաստիարակել են շատ փխրուն, թույլ հոգեբանությամբ երեխայի, որն էլ որ չդիմանալով իր հասակակիցների ճնշումներին, որոշել է գնալ ինքնասպանության։ Ցավում եմ, շատ եմ ցավում։ Շատ եմ ցավում, որովհետև գիտեք ինչ, 2006 թվականին ես սպասարկել եմ Վայքը, 2009 թվականին սպասարկել եմ Վարդենիսը։ Եվ Վայքի զորամասը եւ Վարդենիսի զորամասը տարի չի եղել, որ չեն տվել դեպքեր։ Սպանություն, ինքնասպանություն, չգիտեմ, միջանձնային հարաբերություններ, կախվել, դիզինտերիա եւ այլն։